Այս պահին առաջին լրատվականի տաղավարում մենք հյուրընկալել ենք Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հանրային գնումների քաղաքականության գծով փորձագետ Արտակ Մանուկյանին։ Բարի երեկո, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը 2006 թվականից փաստորեն պետական գնումների ողջ գործընթացը մոնիտորինգ է իրականացնում եւ ներկայացնում է զեկույցներ։ Դուք եւս արդեն կարծեմ 9 տարի է գրաված եք այդ աշխատանքներում։ Կխնդրեմ ներկայացնեք ձեր դիտարկումները անցած 9 տարիների համեմատական, եթե անցկացնենք նաև վերջին տարիների հետ, որքանով են թափանցիկ դարձել պետական գնումները եւ որքանով են նվազել այդտեղ կոռուպցիոն դրսևորումները։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ փորձեմ ասել, եթե մենք ուսումնասիրենք նախկին համակարգը, որը որ կենտրոնացված գնումներն էր, այսինքն կար գնումների աջակցման կենտրոն, որտեղ հարթակ էր, որտեղ ըստ էության տեղի ունենում պետական գնումների պայմանագրերի կնքումը, հա, այդտեղ մենք ավելի, քանի որ կենտրոնացված էր, շատ ավելի հարթակի առումով հեշտացված էր այդ մրցույթների, նիստերի մասնակցությունը եւ այլն, մենք պետք է արձանագրենք, որ առնվազն այն մասով, որ այդտեղ կար նաև որոշակի շահերի բախում, փորձեմ բացատրեմ, այսինքն պատվիրատուն իր նախընտրած մասնակցի հետ պայմանագիրը կարող էր կնքել, եթե թե թղթային առումով, թե գնումների աջակցման կենտրոնի հետ խաղի կանոնների համաձայնության առումով, ըստ էության բոլոր կողմերը հակված էին նույն որոշումը կայացնելու, ինչը այլ հավասար պայման, եթե մաթեմատիկորեն մենք խոսենք, ինքը թանկացնում էր, այսպես ասած, ատկատի տոկոսը, բայց նվազեցնում էր հաճախականությունը, այսինքն ինչի, քանի որ օրինակ շատ դեպքերում գնումների աջակցման կենտրոնը դիրքորոշում էր ցույց տալի եւ ֆիրմաներ էին հայտնվում սև ցուցակում։ Հիմա փոխվեց վերջին տարիներին 2011 թվականից գնումների մասին օրենքը ուժի մեջ մտավ եւ մենք փաստորեն համաշխարհային բանկի հիմնական, այսպես ասած, առաջարկությունը, որին մենք դեմ ենք եւ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, մեր համակարգը ապա կենտրոնացվեց, ինչի էինք մենք դեմ, առաջինը, որտեղ մենք գնումների կարողություններ չունենք, այսինքն մենք չունենք ինստիտուտներ, որտեղ գնումների մասնագետներ համապատասխան փորձառություններ ստեղծեն եւ պատկերացրեք համայնքներում, որտեղ որ ընդհանրապես բավականին լուրջ խնդիրներ կան մարդկային կարողությունների, հզորությունների եւ դու գնումներ ես իրականացնում, դա իհարկե բերելու էր նաեւ նման կարգի իրավիճակի եւ մեր ասվածի ապացույցն է, որ առաջի 2 տարում կաթվածահար վիճակում էր գնումների համակարգը, որևէ վիճակագրություն չկար եւ այլն, այսինքն այդքան անպատրաստ էինք մենք դիմավորել այդ ժամանակից հետո։ Այո, 11-12-ին եւ հիմա դուք ներողություն արդեն անդրադառնանք արդեն այս տարվա ցուցանիշներին, այսինքն նախորդ տարվա ցուցանիշներին, դուք այսօր նշել եք, որ խնդիր կա նաեւ թափանցիկության հետ կապված եւ կարծեմ հայտարարեցիք, որ շտապում եք ներկայացնել տվյալները մտավախություն ունենալով, որ կարող են դրանք որոշակի սրբագրումների ենթարկվել։ Ասեմ նախ հետեւյալն է, մենք փետրվարի 4-ի դրությամբ ըստ էության հասցրեցինք ավարտել ողջ e.gov.am կայքում ներբեռնված 2015 թվականի պայմանագրերը։ Նու սովորաբար միշտ էլ եղել է 2-3 օր տեխնիկական խնդիրներ, որ անցում է լինում 2016-ին, մենք սպասեցինք, բայց 2 օրը կարծես թե դա երկարավ եւ 1 ամիս ու կես եղավ, պաշտոնական նամակ գրեցինք։ Իդեպ պետք է ասեմ, որ մեր այսօրվա ելույթից հետո ես նոր ստուգեցի, արդեն իսկ 2015 թվականի տվյալները հետ եկան։ Հիմա իհարկե մենք փորձում ենք նայենք ավելացել են, պակասացել են, այո, ինչ փոփոխություն են եղել, բայց արդեն իսկ դրա մեզ հետ լսում են եւ մեր ասած ինչ որտեղ նաեւ հաշվի են նստում, մեր կարծիք հետ արդեն իսկ ներկա այդ մասով կարծես թե պայմանագրերը կան, բայց ես ավելի շատ կուզենամ խոսեմ միտումների մասին։ Ես ուզում եմ այդ որոնք են հիմնական խնդիրները։ Հիմնական խնդիրները հետեւյալն են։ Առաջինը մենք ունենք պաշտոնական վիճակագրություն, որը որ գնումների աջակցման կենտրոնն է ներկայացնում հաշվետվությունների տեսքով, արդեն իսկ այդտեղ արձանագրված է, որ չնայած օրենքով որոշ մարմիններ, պատվիրատուները պետք է իրենց գնումների վերաբերյալ տեղեկատվություն տան, նրանք կոպիտ ասած արհամարում են օրենքի պահանջը եւ արդեն 5 տարի է ինչ օրենքը ընդունում ենք, որևէ բան չեն անում։ Ցայտուն օրինակ է, եթե ես ազգային ժողովում էլ այդ հարցը հնչեցրեցի, հանրային կազմակերպությունները, որոնք որ օրինակ HEC-ը, հա, մինչև վերջի 3 տարիներին է, որ ինքը հաշվետվություն է տալիս, դեռ HEC-ը ամենալավագույն պատկերն է, այնտեղ ընդամենը 3 հոգի են տալի ու դեպ գնումների աջակցման կենտրոնն էլ փաստում է, որ այնպիսի որակով են տալի, որ դրանց հետ աշխատել հնարավոր չէ։ Այսինքն, եթե ցույց կտակ ընդհատեմ,
Եթե փորձենք ամփոփել, այսօր խոսել պետական գնումների գործընթացի թափանցիկության, իրական թափանցիկության մասին հնարավոր չէ։ Այսպես ասեմ, մենք մի լավ կարևոր գործիք ունենք, որը որ մի փոքր այլ երկրներում ավելի աղճատված թվով է, դա մեկ անձից գնումներն e.gov.am կայքում տեղադրվածն է, բայց տեղ էլ բավականաչափ մեծ տարբերություններ ենք տեսնում, այսինքն դրանց կանոնակարգումներ չկա, դրանց տվյալների մուտքագրումը շատ կամայական է, այնտեղ ժամկետների, այսինքն որակյալ կամ պաշարած ձևով հրապարակային տեղեկատվության հանդեպ մոտեցումներ, սկզբունքներ չկա, բայց էլի կրկնում եմ հրապարակային թափանցիկությունը դա ընդհանրապես այսբերգի մի կամ այո, երևացող մասն է, ավելի կարևոր է այդ գնումների համակարգի գնման արդյունավետությունը։ Այստեղ է, որ մենք լրջագույն խնդիրներ ենք ունենում եւ տեսնում ենք, որ երբեմն պատվիրատուները ձեռք են բերում այնպիսի հատկանիշներով ապրանքներ կամ ծառայություններ, որոնց նրանց մեծ հաշվով պետք չէ։ Պատկերացրեք, որ ձեզ գործունեության համար պետք է լինում ուղղակի համակարգիչ, շուրջ 6 եւ այլն, որովհետեւ առաջինը դա հենց կոչվում է value for money, այսինքն դրամի արժեվ կարևորության կամ պետական բյուջեի նկատմամբ անարդյունավետ մոտեցումներ եւ ինչի՞ չէ գաղտնիք չէ որ ինչքան մեծ շքեղ բան ձեռ բերես դու այդտեղ հնարավոր երկխոսությունները կամ բանակցությունները եւ կոռուպցիոն ռիսկերը ավելի է մեծանում եւ մեր պետական գնումների շուկան դրա ցցուն օրինակներից մեկն է փորձեմ հիմնավորել որովհետեւ դրան նպաստում է նաև այն, որ եթե մեր պատվիրատուները, այսինքն պետական մարմինները միջև տարվա բյուջետային տարվա ավարտը, այսինքն միջև դեկտեմբերի 31-ը որևէ տնտեսում են ունենում եւ չեն ծախսում, նրանք այդ գումարը պետք է հետ վերադարձնեն պետբյուջե։ Եվ դրա համար եթե դուք նայեք, սովորաբար բոլոր սուպեր նախարարությունները կամ դրան հավակնող նախարարությունները ոսկյա ժամացույցներ կամ ինչ որ մի արտարոց գնումները դրանք բոլորը բաժին են ընկնում վերջի երամսյակի նոր տարվա ամանորյա շեմերի ներքո, որը որ իրանք նախընտրում են առնել թեկուզ նման կարգի շքեղ բաներ, քան թե իրենց տեսանկյունից կորցնել։ Իհարկե, այստեղ պետք է իմ կարծիքով նաև որոշակի մոտիվացիոն մեխանիզմներ դրվեն, որպեսզի այդ գումարները նաև նրանց պարգևավճարի հետ ուղարկվեն եւ այլն եւ այլն։ Որպեսզի նման ինքնանպատակ գնումների չգնան։ Պարոն Մանուկյան, ներողություն եմ խնդրում, դուք այսօր նշեցիք, որ պետական գնումների ընդհանուր ծավալը շուրջ 1 միլիարդ դոլարի կարգի է։ Հայաստանի նման երկրում, հա, որը 2 միլիարդ էլ չի հասնում մեր պետական բյուջեն, նման ծավալի պետգնումները արդյոք անթույլատրելի շքեղություն չէ։ Նու եթե մենք հստակ խոսենք պետգնումներ սահմանման մեջ, մենք բյուջեում, հա, ունենք ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերում մոտավորապես 262 միլիարդ դրամի եւ մոտավորապես 170 միլիարդ դրամի էլ մենք հիմնական միջոցներ շենքերշինություններ, այսինքն մոտավորապես 914 ընթացիկ գներով, եթե այսինքն առաջին ամսվա միջին փոխարժեքով եթե հաշվենք, 914 միլիոն դրամի ձեռքբերումներ մենք արդեն իսկ ունենք, բայց այդտեղ ներառված չի օրինակ քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները, որը էլի բավականին մեծ գումար է եւ ճիշտ է տարբեր կարգի դոնորների ընթացակարգերով, բայց Հայաստանի Հանրապետության համար իրական վարկային ծրագրերով իրական շրջանակներում իրականացվող ձեռքբերումները։ Հիմա մի տեսանկյունից եթե մենք հասկանում ենք, որ վարկային ռեսուրսները քանի գնում ավելանում է եւ դրան որպես կանոն շինարարությունը, որը որ ողջ աշխարհում համարվում է ամենագնումների տեսանկյունից ամենակոռուպացվածը եւ այդ ենթակառուցվածքների զարգացում շինարարություն ասելով տակ մենք անդադ վարկավորում ենք, դա օբյեկտիվ մեծացնում մեր պետբյուջեն եւ մյուս կողմից էլ իհարկե մենաշնորհները եւ այլն եւս դրդում են նրան, որ մեր պետական գնումների ըստ էության տարեստարի ավելացումը ավելի արագ տեմպերով է տեղ ունենում, քան մեր տնտեսությունն է ինքը աճում, հա։ Եվ այս առումով իհարկե պետական գնումներին հատկացող գումարները ֆիքսենք ավելի արագ են աճում, քան մեր տնտեսությունը։ Վերջի ժամանակաշրջանում եթե մենք ուսումնասիրենք, իհարկե այդ միտումները կան, արդեն հիմնավորեցին ինչի համար, նաեւ վարկային ծրագրերի Գուցե ոչ այսպես սիրողական հարց եմ տալիս, որին դուք որպես փորձագետ չցանկանաք պատասխանել, բայց ձեր գնահատմամբ այդ 1 միլիարդ դոլարի կարգի գնումների մեջ կոռուպցիոն ռիսկերը տոկոսային հարաբերությամբ որքան են կազմում։
Այսինքն որքան գումարն է այսպես մսխվում կամ փոշիացվում։ Նախ կան որոշակի ուղղություններ ծախսային, որոնք դժվար է նման կարգի կամ մսխումն տոկոսը ավելի քիչ է, ասեմ, ապրանքների դեպքում դա մի փոքր ավելի դժվար է պատկերացնել կամ դժվար է իրականացնել, որտեղ իրանք ավելի կոնկրետ են եւ ավելի Բայց արդեն նշեցիք, երբեմն ինքնանպատակ գնումներ են, էլի փոշիացնելուն հավասարազոր է։ Ավելի հակված է շինարարությունը, ծառայությունները, իհարկե դրանք քանի որ ավելի դժվար չափել են եւ գումարները ավելի մեծ են, դրանք հակված են, որ ավելի բարձր կոռուպցիոն տեսանկյունից ռիսկեր անեն։ Որևէ մի գնահատում նման կարգի հստակ թիվ չկա, բայց ես փորձեմ ձեր անձնական դիտարկումը։ Օրինակ, եթե մենք դիտարկենք, երբ որ նախկին մոդելի ժամանակ կենտրոնացված ժամանակ, մասնակիցների հետ նաև հարցազրույցներ ենք իրականացնում եւ այլն, այդ ատկատի տոկոս ասած հասկացողությունը, եթե մենք ընկալումը դիտարկենք, հա, որը որ չափելի մեծություն չի, կախված մասնակցից կարող է լինել տարբեր, 20%-ի էր հասնում, բայց այն ժամանակ դա ակնհայտ էր, որ 20%-ը տեղի ունենում ինքը ծավալով մեծ էր, բայց հաճախականությունն էր քիչ։ Հիմա եթե մենք ուսումնասիրենք, այս տոկոսը ակնհայտորեն մի փոքր իջել է, իհարկե 10-ից ավել չի իջել, բայց այդ դիապազոնում է մնացել, բայց հաճախականությունն է ավելի շատացել եւ եթե չկա պատժելիություն, հաճախականությունը միշտ պետք է ավելի շատանա, որովհետեւ ըստ էության նույնիսկ այն դեպքում, երբ որ այդ կոռուպցիոն ձեռքը, այսպես ասած, իրականացնում է գործարք եւ ինքը կարողանում է լրացուցիչ այդ հավելյալ արդյունք գումարը տալով ջրի երեսին մնալ, ակնհայտ է, որ ինքը մշտապես կդիմի նման կարգի գործարքներին։ Այսինքն հաճախականությունը իջել է, բայց դա չի նշանակում, որ գումարը պակասել է։ Ոչ, հաճախականությունը ավելացել է, բայց ատկատի տոկոսը իջել է, եւ եթե մենք հանրագումարով շատ դժվար կլինի ասել 20% ավելի քիչ հաճախականություններ ավելի մեծ գումար առաջացնում, քան թե սա, բայց մի կարևոր բան կա։ Ուրեմն քիչ տնտեսագետներ են խոսում, բայց sense բան կա համախառն ներքին արդյունքի մեջ կա ստվերայնության գնահատական, որը որ գումարվում է համախառն ներքին արդյունքի գնահատականին։ Դա Հայաստանի համար տատանվում է մոտ 20-ից 30%-ի սահմաններում։ Եվ ինչպիսին քո տնտեսությունն է, մեծ հաշվով գնումների շուկան է։ Այսինքն եթե մենք ուսումնասիրենք եւ ասենք, մենք պետք է հասկանանք, որ 10%-ը դա շատ դրական, այսպես օպտիմիստական սցենարն է եւ ավելի իրատեսական սցենարը դա կլինի 20%-ի շրջանակներում, բայց սա շատ անց մոտավոր գնահատական։ Արմատախիլ անել այդ երևույթը հնարավոր չէ, ասենք 2011 թվականին, հա, հիշում ենք Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ատկատներին պետք է վերջ տան, հիշում եք սեպտեմբերին, հա, կառավարության նիստում, խոշոր ձկների գլխից պետք է բռնել։ Այ դուք այս ընթացքում կարող եք հիշել որևէ մի դեպք, երբ խոշոր ձկների գլխից բռնել են, հենց պետական գնումների գործընթացում։ Ասեմ, որ աշխարհի որևէ երկրում, Ճապոնիա եւ Ամերիկա, բոլոր երկրում էլ գնումների համակարգը եղել է եւ կմնա կոռուպցիոն տեսանկյունից ամենազգայունը, բայց այդտեղ հասարակության բարեկեցության վրա դրա ազդեցության չափերն են եւ դրա հաճախականությունը, այսինքն եթե մեծ հաշվով առաջի խաղի պլանը լինում է եւ կոռուպցիոն երևույթները, դա խանգարում է եւ տեսանելի է դառնում հասարակությանը եւ ավելի ծանր է անդրադառնում, հա։ Այս տեսանկյունից իհարկե չափերի մեջ է որ հասկանում ենք, որ զարգացած երկրներում գնահատումներ կան, որ դրանք 5%-ից ավել չեն լինում ընդհանրապես, հա, եթե մենք նայենք ուսումնասիրենք։ Դե մեզ մոտ արդեն իսկ մենք թվերով ոնց որ թե ասացինք 20-ից հա ավել, նու 10-ից 20-ի դիապազոնում է վստահաբար եւ պետք չի մոռանալ, որ երբ որ մենք զարգացած երկրների դեպք ունենք, թե չէ, մեզ քիչ ժամանակ մենք ունենք, կարող եք թվարկել մի քանի դեպքեր։ Նախ առաջինը, եթե ամփոփենք, բաժնի պետից բարձր մակարդակի, այսպես ասած, բռնված գլուխներ չկա, ես մի հատ կոնկրետ փաստով կասեմ, որ մեր կա պահանջ չնչի, ինքը սուր անկյունում ներկայացել է Շահերի բախում, երբ որ Կոտայքի մարզի քաղաքաշինության վարչության պետը իր կնոջ միջոցով կինը մասնակցում էր տենդերների, հաղթում էր։ Հրապարակվեց Armenia TV-ով եթեր գնաց, որոշ ժամանակ հետո մենք մեր աղբյուրներով ճշտեցինք, իմացանք, որ այդ մարդուն գործից հանել են, փորձեցինք ուղարկել թե ինչ հիմքով եւ կարծես թե հիմքը կար, նախադեպը պարզ էր, պետքա նրա դեմ վարույց սկսել, բայց պաշտոնական վարկածային է, այսինքն պարզաբանը որ ոչ իր սեփական դիմումի համաձայն նա դուրս է եկել, այսինքն ստեղ է հենց sense կարգի հարցերում է տեսնվում այդ իրապես կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարությունները եւ
կյանքը եւ պրակտիկան։ Այսօր ներկայացրած ձեր ուրեմն տեղեկագրում նաև դուք նշել եք մի քանի ուրեմն ընկերությունների անուններ, որոնց գնումները համարվում էին այսպես ոչ ռիսկային, այսպես ասենք։ Կարող եք մի քանիսը թվարկել։ Մեկը ես որքանով ծանոթացա, փաստորեն վերաբերում էր ԴՀԿ ծառայության ղեկավարին, հա, ավելի լավ է դուք ներկայացրեք։ Սենց ասեմ, մենք փորձել ենք ուղղակի առաջի տեսանկյունից, որը որ խիստ ցայտուն, հա, կարելի է ֆիլտրելը անվերջ սահմանել։ Ասեմ, որ մոտ 30 ռիսկային գնում ենք առանձնացրել, որոնցից են նաև ուժային կառույցներին, օրինակ հասարակ բաներ կարող ենք ասել, ալկոհոլի հետ սարքի, այսպես ասած, ոստիկանության, որը որ ամեն մեկը մոտավորապես 1.100.000 դրամի կարգի է, հասկանալի է, որ կարելի է կամայական գնի ինչ-որ ճարել գրել, բայց այդտեղ խնդիրը ֆունկցիոնալ խնդրի լուծումն է, այսինքն եթե ալկոտեստերին է վերաբերում։ Այո, ալկոտեստերին է վերաբերում, եթե բուն այդ տեստ անելու գաղափարն է, շուկայում մի քանի անգամ ավելի էժանները կան, այսինքն այստեղ լրացուցիչ բավականաչափ մեծ հիմնավորումներ են պետք նման կարգի ձեռբերումներ իրականացնելու համար, ինչը ոստիկանությունից խոստացել են, որ առաջիկայում կներկայացնենք, սպասեք։ Ես էլ հույսով սպասում եմ, էլի ավելին ասեմ, այդ ֆիրման, որը գրանցվել է, հենց կարծես թե գրանցվել է այդ նույն ժամանակաշրջանում, այսինքն մի ամիս ավելի շուտ է գրանցվել, մասնակցել է այստեղ, հետո գնում է կանաչապատում է անում։ Այստեղ իհարկե շատ գնումներ կան, բայց մեծ հաշվով մի բառ որ ասեմ, միջնորդավորված գնումները շատ մեծ տոկոս են կազմում, որովհետեւ իմ ասած այնց անպագորգոր չեն, ասեմ, որ նույն վերահսկիչ պալատի հաշվետվություններում էլ եթե դուք ուսումնասիրեք, օրինակ Դանինի ընկերությունը Ալեքս Գրիգից առնում է շաքարավազ, շատ ավելի թանկ գնով վաճառում է պատվիրատուին։ Այն դեպքում, երբ որ պատվիրատուն կարող է միանգամից ներմուծողից անել, այսինքն մեծ հաշվով որևէ ներմուծող ինքը պետական գնումների շուկայում ուղղակիորեն չի մասնակցում այս գործընթացներին, այլ մի ֆիրմա, որը որ գնում է ձեռքաբերում եւ վաճառում է պետությանը, արդյունքում ստանալով բավականաչափ մեծ շահույթներ եւ մեծ հաշվով մենք չունենք այդ բարձիկ, այսինքն մեր պետբյուջեն արդեն իսկ սկզբանե բավականին սահմանափակ է եւ այդ սուղ ռեսուրսներով չեն կարողանում գտնել որ գումարներ հայթայթեն, որ օրինակ նույն ընտրական օրենսգրքի որոշակի դրույթներ կյանքի կոչել եւ նման կարգի շռայլություններ ենք մեզ թույլ տալի, ինչը իմ կարծիքով առնվազն ներկա ճգնաժամային պայմաններում անհարիր է։ Շատ լավ, մի վերջին հարց էլ, մենք իհարկե ես հիշատակեցի, դուք դա չնշեցիք, ուղղակի մեր հեռուստադիտողների համար նշեմ, որ խոսքը ԴՀԿ ուրեմն կողմից մեկ անձի հիմքով ավտոմեքենաների վերանորոգման պայմանագրի մասին էր, ձեր ներկայացրած Catering Group-ի հետ, որը ըստ մամուլում արկա հրապարակումների փոխկապակցվածությունը առնվազն այն ժամանակաշրջանում կա եւ հենց նման կարգի ԴՀԿ պետի հետ։ Այո, եւ այս կարգի պայմանագրերն է, որ պետք է պատշաճ աուդիտի դեպքում հանրության քննարկմանը դառնան եւ բարձվի արդյոք կա այստեղ շահերի բախում, թե չէ։ Ուրեմն վերջին հարցը վերաբերում էր հետեւյալին. ոնց է ստացվում, որ միշտ պետական գնումներով ձեռք բերված ապրանքները ավելի թանկ են լինում, քան շուկայական գներն են։ Դրան կա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բացատրություն։ Փորձեմ առաջինը օբյեկտիվ ասեմ։ Եկեք սուբյեկտիվով ժամանակապակեն, որտեղ մենք գիտենք, որ գերիշխում է սուբյեկտիվ բացատրությունը։ Սուբյեկտիվ բացատրությունը հետեւյալն է, քանի որ մենք միջնորդավորված արդեն մենք խոսեցինք ձեռք ենք բերում, այսինքն փոխանակ մենք օրինակ նույն աղը գնանք աղի կոմբինատից ձեռք բերենք, մեծ քանակով եւ ավելի շատ զեղչեր ձեռք բերենք, գնում ենք մի ֆիրմայից ենք ձեռք բերում, որը գնում է այդ աղի կոմբինատից ձեռքա բերում եւ վաճառում է մեր վրա։ Հիմա հասկանալի է, որ այս դեպքում վերահսկող մարմին չկա, վերահսկող մեխանիզմ չկա։ Վերահսկողը առաջինը որոշակիորեն վերահսկիչ պալատն է, որը փոքրի շատ է իր գործառույթները կատարում է, բայց դրան պետք է հաջորդի նաև պատկան մարմին, դատախազություն եւ այլն գործերի վարույթների առնչությամբ ցուցանիշները շատ նխուր են։ Որը առնվազն որ մենք ուսումնասիրում ենք, որևէ էական փոփոխություններ չկա, կաշառակերության համար 7-17 գործով էր ավելացել եւ այլն, այսինքն մեծ հաշվով այս մասով դոփում ենք տեղում եւ առնվազն բարձր գլուխներ, մեծ գլուխներ եւ այլն, որը հայտարարվում էր եւ մենք արդեն իսկ տեսնում ենք, որ այդ փոխկապակցությունով առնվազն վարույթ հարուցել եւ տեսնել քննել խնդրո առարկան նման կարգի անհրաժեշտություն կա, բայց դա չի իրականացվում, ինչը խոսվում է, որ լրջագույն խնդիրներ ունենք, պետք է մեկ էլ ասեմ մի բան, որ քանի որ մեկ անձ է ոչ մրցակցային հիմունքները, իսկ մեր գնումների մոտավորապես 70%-ը քանակային առումով դրանք մեկ անձով են։ Սա եւս նպաստում է, որպեսզի մեծ հաշվով մենք շուկայականից ավելի թանկ գիներ ձեռք բերենք, որտեղ մեր հաշվետվությունները ցույց է տալիս այն ապրանքը խմբերում, որտեղ կա մրցակցություն, այսինքն մի հայտերը ավելի
շատ են լինում, տնտեսման մակարդակը, այսինքն պլանավորված ու ձեռբերված գների բավականաչափ մեծ է լինում։ Իսկ այնտեղ որտեղ բենզինի գնման հետ կապված էլ այս օրերին պարբերաբար հրապարակվում են տարբեր մարզային, համայնքային, ուրեմն կառույցների գնումների ցուցակները եւ անընդհատ նշվում է, որ նրանք բոլորը բենզինը ձեռք են բերել, նախ չգիտեք ինչու բոլորը պրեմիում տեսակի, ապա ձեռք են բերել շուկայականից 30-40 դրամ գերավճարով, 50 դրամ գերավճարով, բայց չկա որևէ արձագանք այդ բոլոր հրապարակումներին։ Այ մեկ նախադասությամբ խնդրում եմ։ Եթե անկեղծ ասեմ, ես բենզինի շուկայի որոշակիրը, որ նախնական մենք ուսումնասիրում ենք, տարբերությունը այդքան ձեր ասած ծավալների մեջ չի, բայց այդտեղ նաև խնդիր կա փաստաթղթավորված եւ ոչ փաստաթղթավորված ձեռբերումներ, պետության այդ սուբյեկտները դրանք նաև լրացուցիչ պայմանագրային ծախսեր են ներկայացնում, դրա համար նաև այս օբյեկտիվ կոմպոնենտը, որ ասում եմ, բայց դե մենք նաև Transparency-ով 2011 թվականին հասարակ մեխանիզմ ենք ասել, կամ մի քանի ապրանքահունք, կամ մի քանի ապրանքներ, օրինակ ցորեն, բենզին, կարելի է ցանկը շատ երկարացնել, որոնք ապրանքահունքային սակարկություններ են լինում։ Օրինակ ինչն էր խանգարում, որ պետությունը միանգամից որպես խաղացող ձեռ բերեր։ Մենք ասացինք մեր առաջարկի հիման վրա գնումների մասին օրենքում դրեցին այդ դրույթը, բայց գրեցին, որ դա կարգը կսահմանվի երկրորդային օրենսդրությամբ, միջև օրս արդեն անցել է 6 տարի, այդ երկրորդային օրենսդրությունը տենց էլ ականատես չեղանք, իսկ այս շուկայում այն որ պետությունը մեծ գումարներ է կորցնում, այսինքն կարող էր ձեռ բերել ուղղակիորեն ավելի էժան գներով եւ տնտեսել մեր բյուջեն չեն անում, արդեն իսկ ենթադրությունների տեղիք է տալիս եւ պետքա փորձենք փնտրեն թե ումա ձեռնտու նման ոչ հապճեպ վարկագիծը այն դեպքում, որ տեսեք օրինակ այսօր հրապարակեցինք մեկ անձը վերադարձավ շատ հապճեպ տեղի ունեցավ։ Նույնը չենք կարողանում ակնկալել այս գործի առումով։